Բարև, ես Էմիլիան եմ, ու այս վիդեոյում պատմելու եմ, թե ինչպես եմ ես ճանապարհորդել 16 եվրոպական երկիր, առանց ինչ-որ ծրագրերի օգնությամբ եւ ամենակարևորը քիչ գումարով։ Ես խոսելու եմ Եվրոպա ճանապարհորդելու մասին, վիզայի գործընթացի, տոմսերը գնելու ինքնաթիռի, մնալու տեղի, այսինքն հոթելների կամ տների մասին, որը հենց ծածկում է ամբողջ ճանապարհորդելու գործընթացը։ Իսկ վերջում կթողնեմ ծրագրերի ցանկ, որոնք ես միշտ օգտագործում եմ ճանապարհորդելիս եւ որոնք շատ կարեւոր են, որոնց մասին հնարավոր է դուք չեք լսել դեռ։ Առաջին բանը, ինչին ուզում եմ անդրադառնալ, դա վիզայի գործընթացն է, որը իրականում հենց առաջին ու ամենադժվար փուլն է ճանապարհորդելու process-ի, բայց այլ դժվար չի լինի դա այս վիդեոն նայելուց հետո։ Ինչը մեզ պետք վիզա դիմելու համար։ Նախ, մենք պետք է վերցնենք օր եւ ժամ, որպեսզի ներկայանանք վիզա կենտրոն կամ դեսպանատուն։ Պետք է հավաքենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի այնտեղ ներկայացնենք եւ երրորդ բանը դա ուղղակի սպասելը պատասխանին։ Ինչ տարբերություն դեսպանատան եւ վիզա կենտրոնի մեջ։ Դեսպանատունը միանգամից հենց այդ երկրի օֆիցիալ ներկայացուցիչն է Հայաստանում, իսկ վիզա կենտրոնը հանդես է գալիս որպես միջնորդ դիմորդի եւ դեսպանատան միջեւ։ Օրինակ, մենք դիմում ենք վիզա կենտրոն, տանում ենք այնտեղ մեր բոլոր փաստաթղթերը, իրենք այդ փաթեթը հավաքում են եւ ուղարկում են Մոսկվայում այդ երկրի դեսպանատուն, այնտեղ արդեն որոշում են կայացնում մեր դիմումի վերաբերյալ եւ հետ են ուղարկում այդ փաթեթը եւ մենք գնում ենք այստեղ իրանցից վերցնում ենք։ Այսինքն իրենք ոչ մի բան չեն անում մեր վիզայի գործընթացի համար, ոչ մի որոշում չեն կայացնում, իրենք ուղղակի այսպես միջնորդային ծառայություն են տալիս մեր եւ դեսպանատան միջև։ Առաջին ճանապարհորդությունը իրականացնելու համար Հայաստանից ես ձեզ մի քանի երկրներ խորհուրդ կտամ, դրանցից են Իտալիան, Գերմանիան, Լիտվան, Ավստրիան, Իսպանիան, Ֆրանսիան։ Ինչու եմ այս երկրները խորհուրդ տալիս, որտեղ այս երկրները ունեն դեսպանատներ կամ վիզա կենտրոններ Հայաստանում, որտեղ կարելի է վերցնել օր ու ժամ եւ ներկայանալ։ Բոլորի լինկերը կթողնեմ վիդեոյի description-ի մեջ, որ կարողանաք միանգամից գնալ իրենց էջ եւ այնտեղ վերցնել ձեր օրը եւ ժամը։ Միանգամից ամեն լինկի ներքևում առանձին այդ դեսպանատան կամ վիզա կենտրոնի համար նախատեսված փաստաթղթերի ցուցակը կթողնեմ, որոնք դուք պետք է ներկայացնեք։ Մի քիչ տարբերվում են դրանք, քանի որ ամեն մի երկիր մուտք գործելու համար տարբեր փաստաթղթեր են պետք եւ տարբեր դեսպանատներ, վիզա կենտրոններ մի քիչ իրարից տարբեր փաստաթղթերի ցանկ են պահանջում։ Այս երկրների ցուցակը, որոնք ես ձեզ տրամադրեցի, նաեւ լավ են նրանով, որ Հայաստանից նաեւ իրականացվում են ուղիղ չվերթներ այդ երկրներ ու կարելի է հեշտ գնել տոմսը եւ մեկնել։ Սակայն հիմնական փաստաթղթերը, որոնք պահանջում են, դա անձնագիրն է ժամկետի մեջ, արդեն մեր ռեզերվ արած կամ գնաց տոմսերը ինքնաթիռի, մեր ռեզերվ արած կամ գնաց հոթելը կամ տունը եւ գումար մեր բանկային հաշվին։ Բանկից վերցնենք մեր քաղվածքը բանկի հաշվի վերաբերյալ եւ ներկայացնենք դա արդեն դեսպանատուն կամ վիզա կենտրոն։ Տարբեր երկրներ, տարբեր պահանջներ ունեն, կա երկիր, որ պետք է մեր բանկի հաշվին ներկայացնենք 30 եվրո ամեն մի օրը այնտեղ անցկացնելու համար, իսկ եթե մենք անցկացնելու ենք այդ երկրում 10 օր, մենք պետք է ցույց տանք, որ մեր հաշվին կա 300 եվրո։ Կան երկրներ, որ այդ գումարը մի քիչ ավելի շատ է։ Այստեղ ուզում եմ նաև նշել, որ կա վիզայի երկու տեսակ՝ կարճաժամկետ եւ երկարաժամկետ։ Կարճաժամկետը դա այն է, օրինակ մենք վերցրել ենք մեր չվերթ ամսի 15-ից հենց 20-ը եւ վիզան դիմելուց հետո մենք ստանում ենք այն հենց ամսի 15-ից 20-ը կոնկրետ, ոչ ավել անգամ մի օրով եւ կա վիզայի երկարաժամկետ տեսակ, որ կարող են մեզ տրամադրել վիզա 3 ամսով, 6 ամսով, 1 տարով, 2 տարով կամ 3 տարով։ Այսինքն այդ ժամանակահատվածում մենք ինչքան ուզենք կարող ենք մուտք գործել Շենգեն area, Շենգեն զոնա, դրա համար այն կոչվում է մուլտի վիզա։
Ձեզ խորհուրդ կտամ մուլտիվիզա ստանալուց հետո վերցնել, ասենք, 1 ամիս արձակուրդ եւ այդ 1 ամիսը ճանապարհորդել Եվրոպայով։ Քանի որ Եվրոպայի մեջ շատ հեշտ է եւ շատ մատչելի է ճանապարհորդելը, հենց օրինակ կարող եմ վերել ձեզ, որ ես Շվեդիայից մեկնել եմ Լեհաստան ընդամենը 10 եվրոյով, որը 4000 դրամ է, այսինքն ինքնաթիռի տոմս, որը արժեր 4000 դրամ, մինչ այդ դա իմ համար մի ինչ-որ չտեսնված բան էր։ Եթե հիշում եք այն երկրների ցուցակը, որ ես մինչ այս արդեն ձեզ ասեցի, ինչու է ես հենց ընտրել այդ երկրները, որովհետև այդ երկրներ կան ուղիղ չվերթներ Հայաստանից եւ շատ հեշտ է գնել տոմսը եւ մեկնել այնտեղ։ Տոմսերը հիմնականում կարող եք գնել Wizz Air ավիաընկերությունից, որոնք շատ մատչելի են համեմատած մնացած ավիաընկերությունների, եւ հիմա Wizz Air-ը բացել է նոր ուղղություններ Հայաստանից, որոնց համար ես շատ ուրախ եմ, եւ արդեն Եվրոպայի մեջ, եթե արդեն այնտեղ եք, կարող եք վերցնել մեկ շաբաթ ինչ-որ մի երկրում այդ երկրից մեկնել ուրիշ երկիր, ընդամենը ասենք 20 եվրոյով, 30 եվրոյով, 10 եվրոյով, արդեն ինչպես նշեցի, օգտվելով Ryanair կամ EasyJet մատչելի ավիաընկերություններից, որոնք Եվրոպայում են իրականացնում իրենց չվերթները։ Եվ վերջին, երրորդ բանը, ինչի մասին ես ուզում եմ խոսել, դա ինչպես վերցնել հոթել, ռեզերվանել կամ տուն ռեզերվանել։ Ես օգտվում եմ հավելվածներից booking.com կամ Airbnb։ Booking.com-ով կարող եք վերցնել հոթելներ, իսկ Airbnb-ով վարձել տներ։ Դրանք շատ հարմար են։ Airbnb-ն սակայն պետք է նախապես այդ գումարը տալ, նոր գնալ այնտեղ, իսկ Booking-ը ունի այսպիսի մի հնարավորություն, կան հոթելներ, որ դուք կարող եք ռեզերվանել, երբ հասնեք այդ հոթել, նոր տեղում գումարը վճարեք։ Ես միշտ այդ հնարավորությունից եմ օգտվում Booking-ի, այսինքն ես գումարը on-line չեմ վճարում, միայն վճարում եմ, երբ հասնում եմ այդ հոթել։ Եվ ինչպես ձեզ խոստացել էի, հիմա կասեմ մի քանի շատ կարևոր ծրագրեր, որոնք ես միշտ օգտագործում եմ ճանապարհորդելիս։ Դրանցից մեկը հենց Google Maps-ն է։ Մենք Հայաստանում չենք կարող ներբեռնել Google Maps App Store-ից, դրա համար կարող եք մտնել, փոխել ձեր երկիրը, ներբեռնել Google Maps հավելվածը եւ հետո էլի ձեր երկիրը հետ փոխել Հայաստանին։ Google Maps-ը շատ լավ ծրագիր է, շատ հարմար ու ինքը միայն քարտեզ չի։ Մարդիկ պատկերացնում են, թե Google Maps-ը միայն քարտեզ է իրենց ներկայացնում, բայց ոչ։ Google Maps-ով դու կարող ես օրինակ վերցնել ինչ-որ A կետից B կետը, նայել ինչպես կարող ես հասնել, եւ ինքը քեզ կբերի մի քանի վարիանտներ, որոնցից դու կարող ես օգտվել, օրինակ, ավտոբուսով։ Միանգամից կասի, որ կանգառ պետք է գնաս, որ ավտոբուսը նստես, երբ է գալու այդ ավտոբուսը, որ ժամին, րոպե առ րոպե ճիշտ լինելով, տալ ինչ-որ տաքսիի հնարավորություն, միանգամից ցույց տալով տաքսիի ծրագրերը, որոնք դու կարող ես ներբեռնել ու օգտագործել տաքսին այդ երկրում։ Միանգամից կարող ես տեսնել ռիվյուները ինչ-որ կոնկրետ կաֆեի կամ տեսարժան վայրի մասին, միանգամից տեսնել հանգարանում մուտքի տոմսը ինչ արժի, ամեն այս մանր-մունր բաները Google Maps-ը իր մեջ ունի։ Երկրորդ հավելվածը, որի մասին ուզում եմ խոսել, դա Air Allo հավելվածն է։ Իր միջոցով դու կարող ես ունենալ ինտերնետ աշխարհի որ ծայրում էլ որ լինես ու շատ մատչելի գնով։ Air Allo-ն այն հեռախոսների համար է, որոնք ունեն էլեկտրոնային SIM-ի հնարավորություն։ Այսինքն այդ հավելվածի միջոցով դու կարողանում ես գնել այդ երկրում գործող ինչ-որ էլեկտրոնային SIM քարտ եւ գնել ինտերնետ եւ օգտագործել այդ քարտի վրայի ինտերնետը։ Կարճ ասած, առանց այս հավելվածի ես իմ ճանապարհորդությունը չեմ պատկերացնում։ Հաջորդը ինչի մասին ես ուզում եմ խոսել, դա հավելված չի, դա Apple Pay-ն է կամ Google Pay-ը։ Շատ տեղերում Եվրոպայում cash գումար, այսինքն կանխիկ գումար կարող են անգամ չվերցնել եւ դուք պարտադիր պետք է ունենաք քարտով գումար եւ վճարեք քարտով։ Դրա համար հեռախոսով վճարելը ինձ համար դարձել է այնց հիմնական բանը։ Մի հավելված էլ, որի մասին ուզում եմ խոսել, դա Packer հավելվածն է։
Դու այնտեղ գրում ես ուր ես գնալու, որ ժամանակահատվածում եւ ինքը միանգամից տալիս է ցանկ, թե ինչ է քեզ պետք քեզ հետ վերցնելու, այսինքն ճամփրուկը հավաքելու, որպեսզի օրինակ եթե գնում ես ինչ-որ միտեղ 2 օրով, չվերցնես 3 հատ ճամփրուկ քեզ հետ։ Ինքը ավելի sense օպտիմալ տալիս է ցանկ իրերի, որոնք պետք է վերցնես եւ այդքանով քեզ բավարար կլինի։ Հաջորդ ծրագիրը էլի Google-ի ծրագրերից է, Google Translate-ը, մինչև ինչ-որ երկիր գնալը, ես իր մեջ ներբեռնում եմ այդ երկրի լեզուն եւ արդեն կարողանում եմ առանց ինտերնետ թարգմանել, օրինակ, երբ որ ես խանութ եմ մտնում, սուպերմարկետ եմ մտնում ու պետք է ինձ ինչ-որ մի բան գնել, հիմնականում ամեն ինչ այդ երկրի լեզվով է գրած լինում ու translate-ով շատ հարմար է լինում, ուղղակի հենց այդ պահին վերցնել հեռախոսը, մտնել translate-ը եւ բացել այդ կամերայի նշանը, ուղղակի պահել այդ ապրանքի վրա ու իր վրայի միանգամից արդեն գրած ամեն ինչը կթարգմանի իմ ուզած լեզվով։ Եվ իմ ամենավերջին խորհուրդը, այդ ինչ-որ մի երկիր մեկնելուց առաջ, ճանապարհորդելուց առաջ, մտեք, լիքը research-ներ արեք ինտերնետում, թե ինչ լավ կաֆեներ կան, որտեղ կարելի է ճաշել, տեսարժան վայրերի մասին, այդ քաղաքում, լիքը research արեք մինչև ճանապարհորդելը, կարող եք փնտրել այդ երկիրը կամ քաղաքը YouTube-ում եւ գտնել լիքը ճանապարհորդական վլոգեր, որտեղից էլի լիքը բան կարող եք սովորել։ Իմ խորհուրդները այսքանն էին, եւ եթե դուք գտաք, որ դրանք օգտակար են, խնդրում եմ անպայման բաժանորդագրվել եւ լայքել իմ վիդեոն, որպեսզի բաշխթողնեք հետագա վիդեոները եւ ինձ մոտիվացնեք նոր վիդեոներ նկարելու։ Սիրում եմ բոլորիդ, մաղթում եմ ձեզ ճանապարհորդական տարի։